Դարձյալ պիտի խոսիմ Հալեբի մասին։ Ուրեմն այժմ Հալեբի մեջ կապրին մոտավորապես 5-10,000 հայեր։ Ճշգրիտ մարտահամար դեղի ունեցած չէ։ Երբեք այդպիսի մարտահամար չկա։ Բայց կենթադրենք, որ այդքան պիտի հայերուն թիվը։ Հիմա այսօրվա նյութը հետևյալն է։ Մենք շատ լավ գիտենք, որ Հալեբ թուրքական ասելության տակ է։ Այսինքն նույնիսկ Թուրքիո մեջ քաղաքական թեմքեր կան, խորհրդարանականներ կան, որոնք կպահանջեն, որ Իրաքի Մուսուլը եւ Սուրիո Հալեբը միանան Թուրքիո։ Այսինքն իրենց դեսլագանի մեջ ադիկա գոյություն ունի։ Օսմանյան ժառանգ կնկատեն եւ քանի որ իսկապես այս երկու քաղաքները թուրքական սկալի աստեցություն ունեցած են անցյալին եւ կշարունակեն ունենալ բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք թուրքական ցակում ունին Հալեբի մեջ։ Նույնիսկ թուրքմեններ կան, որոնք թուրքական ցեղախումբ են։ Եվ արդեն աշխարհակությունը գուշետ է բավական մոտ է Թուրքիո սահմանին Հալեբը։ Իսկ անցյալին Օսմանյան շրջանին Հալեբի վիլայետը այնքան ընդարձակ էր, որ անոր մեծ մասը այժմ Թուրքիո այսօրվա սահմաններում մեջ կգտնվի։ Ուրեմն այս տվյալները կան։ Առավել այն հստակ փաստը, որ Սուրիո ներկա վարչակազմը մի չկարնար իշխանության հասնել առանց Թուրքիո օժանդակության։ Եվ ասիմյան մեկ դարարած չէ։ Հիմա, այսին այս օրերուն, երբ որ քրդապնակ շրջաններեն դուրս ելան քուրդ ազգությամբ դեղական ապահովության ուժերը եւ սուրիական բանակը եւ ապահովական ուժերը ներտապանցեցին Շեխ Մաքսուդ եւ Աշաֆի գոչվող տղամասերու մեջ, այս ամենը դեղի ունեցավ թուրքական հսկողության տակ, թուրքական աջակցությամբ եւ գնանք նույնիսկ թուրքական ծրագրավորումով, որովհետեւ թուրքերուն համար քրդական հարցը էական է եւ թուրքերը չեն ուզել, որ քուրդերը այնքան մոտ լան իրենց եւ այնքան աստեցիկ ներկայություն ունենան մերձակա շրջաններում մեջ։ Եվ նույնիսկ գսվի, որ այս քրդապնակ շրջաններում վրա հարցակումը կամ ուղագի շրջապատումը դեղի ունեցավ թուրքական ենթահող ունեցող բանակայիններու ընդհանուր այդ շտաբով հերու չերտանք, այսինքն շրջաններ կան այժմ Սուրիո մեջ, հյուսիսային Սուրիո մեջ, Իդլիբի նահանգի մեջ եւ այլ տեղեր, ուր դեղական ուժեր կան, դակավին ջիհադիստական, նախկին ջիհադիստական, բայց այսօր գետնի վրա գոյություն ունին, բայց կենտրոնական կառավարության չեն ենթարկվել։ Սուննի ուժեր են, որոնց մեջ նույնիսկ թուրք զորավարներ կան, ոչ պաշտոնական, բայց ունին իրենց դեղական իշխանությունը եւ կառավարությունը անոնց չի մոտենալ, որովհետեւ գիտե որ իրենց սուննիական ընդհանուր շրջանագին մաս կգազմեն եւ պետք եղած ադենը կարելի է անոնց օգտագործել Սուրիո այս կամ այն շրջաններում մեջ ապակային մանավանդ քուրդերու թեմ երբ որ փախում բյունա։ Հիմա այս ամեն ինչու կնկարագրեմ, որպես ցույց տամ, որ թուրքական ներկայությունը սկալի է եւ օրստորե ավելի սկալի վիճակն է։ Դեռ չենք խոսիր վաճառականական, տնտեսական եւ այլ նկատառումներու մասին։ Այս ամբողջ մեզ ինչ գուշ է։ Գուշ է, որ եթե թուրքական կառավարությունը չուզեր հայերուն ներկայությունը Հալեբի մեջ, կգրնար նաև Հալեբ
պի հայերնալ դուրս անել այդտեղեն կրնար Հալեբի հայերուն դեմ տշնամական քայլեր արներ այսինքն մենք եթե ճիշտ պիտի նայենք հարցերուն 3 միլիոն հաշվող սուննիներու մեջ գաթիլմը հայություն ներկայացնող Հալեբի հայերը Հալեբի մեջ գաբրին այժմ թրքական ներողամտության պատճառով շագերտներու մեջ ներողամտությունը այսինքն թուրքերը գանտուրժեն մեր ներկայությունը այդտեղ բայց մենք չենք հասկանում այդ բանը եւ կարծենք որ մենք մեր շնորհքով է որ այդտեղ գաբրինք մենք շնորհք ունենք բայց ծրագրելու շնորհք չունենք մանավանդ Հալեբի մեջ բայց նվազագույնը դեսնելու շնորհք ունենանք որ բնադուր է եւ դեղական հայկական տերտերը գխոսին գկրեն թե ինչպես Նիկոլ Փաշինյան, Տավաջան եւ Հայաստանի կառավարությունը Տրկամետ եւ իրենք այդ նույն խմբակիրները կամ այդ բոլոր հայերը այդտեղ Հալեբի մեջ գաբրին թրքական ներողամտության պատճառով այսինքն եթե թուրքերը իրենց թրքամետ չնկատեն դուրս վտարած բիլան եթե թուրքերը իրենց վտանգ նկատեն Հալեբայերը դուրս ելած բիլան այսինքն այս բաները պետք է տեսնենք ոչ թե որբեսի թրքական վարգածները պաշտպանենք բարձրապես որբեսի հայկական վարգածը հասկանանք Հայաստանի pedagogical արժեքը եւ իմաստը հասկանանք եւ գիտնանք ինչպես գշբրդենք ածականներ մեր ղեկավարներուն մեր քաղաքական գուսակցություններուն ներկայացուցիչներուն ինչպես կրնանք այդպիսի խոսքեր արձակել Հալեբի մեջ նստած այսինքն երբ որ դու այդ վտանգի մեջ ես եւ միակ պաշտպանը որ ունիս Հայաստանն է եւ այժմ հավանաբար քո հետ ներողամտությամբ կվարվին թուրքերը որովհետեւ Հայաստան Թուրքիա մերձեցում գա այս ամենը նվազագույնը պետք է տեսնես եթե նույնիսկ չես սկար կոնե դես